Ողջույն, եթերում հարցազրույցն է, զրուցակիցս թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն է, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ պարոն Սաֆրաստյան հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Պարոն Սաֆրաստյան, տասնամյակներ շարունակ Իսրայելը կամ մերժել կամ սառեցրել է հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, քանի որ Թուրքիային համարել է մուսուլմանական գլխավոր դաշնակիցը տարածաշրջանում։ Ինչ է փոխվել հիմա, ինչ պլաններ ունի կամ որն է Իսրայելի գլխավոր խաղը, որ նմանատիպ գործընթացի է գնում։ Ես ուղղակի հստակեցնեմ, դեռ Իսրայելի կառավարությունն է ճանաչել եւ Կնեսեթը պիտի վերջնական ճանաչում իրականացնի, եթե դա տեղի կունենա առաջիկայում։ Սա մեզ համար է, սա Թուրքիայի դեմ է, թե առհասարակ միջազգային հանրության համար է, հաշվի առնելով թե Գազայի վերաբերյալ միջազգային հանրությունը ինչպիսի արձագանք կամ հայտարարություններ տեսակետ ունի Իսրայելի մասին։ Ես երկու հարցության վրա իմ հարցը պատասխանը ձեր հարցին կկառուցեմ։ Առաջինը դա զուտ քաղաքականն է։ Իսրայելա-թուրքական հարաբերությունները աննախադեպ սրված են։ Թուրքիան Իսրայելի դեմ կիրառում է շատ սուր հռետորաբանություն եւ Իսրայելին անհրաժեշտ էր ինչ-որ զենք գտնել հակադրվելու Թուրքիայի այդ հռետորաբանությանը։ Սա քաղաքական հարցությունն է եւ ակնհայտ է։ Բայց ես կարծում եմ, որ սրա հետևում կա մեկ այլ շերտ աշխարհաքաղաքական։ Բանը նրանում է, որ Մերձավոր Արևելքը մտել է մի շատ այսպես անորոշ իրավիճակի մեջ եւ կտրուկ փոփոխություններ են տեղի ունենում աշխարհաքաղաքական Մերձավոր Արևելքում։ Չի բացառում, որ Ամերիկայի դերը կսկսի ավելի պակասել եւ որոշակի վակուում կառաջանա Մերձավոր Արևելքում եւ ամբողջ հարցը նրանում է, թե այդ վակումը ով կլրացնի։ Հնարավոր Իսրայելը։ Եվ Թուրքիան եւ Իսրայելը ունեն որոշակի հավակնություններ։ Իսրայելը իր աննախադեպ հզոր զինանոցով, Թուրքիան էլ մենք տեսնում ենք, որ շատ արագ իր զինանոցը արդիականացնում է, ուժեղացնում է եւ հնարավորինս փորձում է իր ազդեցությունը Մերձավոր Արևելքում ավելի ընդլայնել։ Այսինքն այս երկու ուժի կենտրոնները ըստ էության նաև ունեն աշխարհաքաղաքական հեռավոր նպատակներ։ Ես կարծում եմ սա նույնպես իր դերը խաղաց։ Դուք ասացիք, որ սա քաղաքական քայլ է եւ այս զենքով Թուրքիայի դեմ Իսրայելը փորձում է կոտրել Թուրքիայի հռետորաբանությունը, որը ներկայում Թուրքիան կիրառում է, բայց դա կհաջողի, այս զենքը կաշխատի, ինչպեսին որ հաշվարկ է արել Իսրայելը։ Չգիտեք, նայած ինչ ենք մենք հասկանում կաշխատի։ Ուղղակի Իսրայելը սա կօգտագործի իր հռետորաբանության մեջ, որը ուղղված է Թուրքիայի հռետորաբանության դեմ։ Այսքանը։ Թուրքիան այլևս կորուստ չի Իսրայելի համար, այսինքն խնդիր չի, որ իրենց հարաբերությունները կսրվեն այն աստիճան, որ հարաբերությունները բավական սուր են իրականում։ Եվ մենք դա կարող ենք արձանագրել Սիրիայի օրինակում, գիտեք, այստեղ նույնիսկ հնարավորություն կա, դեռևս բավական հիմա հեռավոր, բայց չի բացառում, որ դա լինի ավելի իրական, որ տեղի կունենա ռազմական, այսպես բախման նման մի բան Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ։ Սա քննարկվում է արդեն վերլուծաբանների կողմից։ Ինչը կարող է նպաստել դրան։ Հակասությունները հենց կոնկրետ Սիրիայում, իսկ ինչպես ասեցի, այդ ամեն ինչի ետևում աշխարհաքաղաքական մրցակցությունն է երկու ուժի կենտրոնների միջև։ Ամեն ինչ շատ ով հնարավորություն ունի այդտեղ հաղթելու։ Այդպես հարց եք տալիս, շատ բարդ հարց է դա։ Երկուսն էլ Ամերիկայի Միացյալ Նահանգների դաշնակիցներն են։ Իսրայելը ունի իր եւ ուժեղ կողմերը եւ մեծ թուլությունները, ինչպես մենք ականատես ենք լինում։ Թուրքիան նույնպես դա շատ բարդ խնդիր է։ Իսկ Իսրայելին կհաջողվի այս քայլով չեզոքացնել Գազայի պատերազմի ֆոնին իրեն հասցեագրվող ցեղասպանության մեղադրանքները։ Իհարկե չի հաջողվի։ Չի հաջողվի, որտեղ բայց նաև այսպիսի հաշվարկ կա։ Որոշ չափով փորձել են այսպես մի փոքրիկ հարված հասցնել Թուրքիային։ Իհարկե չի հաջողվի, որտեղ դա շատ ավելի մեծ է։ Մեր տեսանկյունից սա մեզ պետք էր։ Գիտեք, մի քանի էլի հարցության վրա եմ ես ուզում ես հարցը դիտարկել եւ պատասխանը համապատասխան կառուցել։ Բարոյական առումով իհարկե դա վաղուց էր հասունացել, Իսրայելը վաղուց դա պետք է աներ։ Զուտ քաղաքական առումով ոչ մի բան դա մեզ իհարկե չի տա։
որովհետև ըստ էության Իսրայելը քաղաքական շահարկումների սեղանի վրա է դնում հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը։ Սա վկայում է այն մասին, որ այդ երկիրը, այդ ժողովուրդը, որը ինքը ցեղասպանության զոհ է եղել, ըստ էության ոչ թե բարոյական կողմն է նախընտրում, որը պետք է վաղուց արվեր, տասնամյակներ առաջ պետք է դա արվեր, այլ քաղաքական, ինչպես ես նշեցի, հաշվարկների հետ է կապում։ Դրա համար այս առումով ոչ մի բան չի տա։ Իսկ մեր հարցը օգտագործում են իշա իրենց։ Այո։ Թուրքիայի արձագանքը ինչպիսին էր։ Բավական զուսպ էր, գիտեք, բավական զուսպ էր այն առումով, որ զուսպ էր հայոց ցեղասպանության շղթման առումով։ Այստեղ Թուրքիայի արձագանքում ես չտեսա այնպիսի սուր ձևակերպումներ կապված հայոց ցեղասպանության շղթման հետ, որոնք մենք սովորաբար լսում ենք Թուրքիայից։ Մյուս կողմից իհարկե այդ սուրը ուղղված էր, որ կար այդ հայտարարության մեջ, սուրը ուղղված էր Իսրայելին։ Իսկ Ադրբեջանի արձագանքը։ Ես կուզեի Ադրբեջանի արձագանքը մի փոքր մեջ բերել։ Իրենք դատապարտել էին Բաքուն պաշտոնապես Իսրայելի այսքան քայլը անվանել էր պատմական փաստերի խեղաթյուրում, բայց միևնույն ժամանակ նշել էր, որ կոչ են անում, որպեսզի հրաժարվեն դրանից։ Ոչ ավելի սուր ձևակերպումներ, քան կարելի էր միգուցե սպասել հաշվի առնելով Ադրբեջան-Թուրքիա հարաբերությունները։ Ամեն դեպքում Բաքուն միայն այսքանով կսահմանափակվի, այս հրետորաբանությունը բավարար կլինի, թե գուցե այլ պատասխան։ Ես կարծում եմ սրանով կսահմանափակվի։ Գիտեք, կան տվյալներ, ես չեմ կարող ասեմ դրանք որքան հավաստի են, որ մինչև այս հայտարարությունը, մինչև այս որոշումը Իսրայելը տեղյակ էր պահել Ադրբեջանին, որ նմանատիպ որոշում է պատրաստվում։ Սա ինչու է այդպես, եթե այդպես է եղել, ինչու է Իսրայելը այդպես գործում, որովհետև Ադրբեջանը Իսրայելի համար ունի ռազմավարական կարևոր նշանակություն որպես հենակետ իր քաղաքականության համար, որը ուղղված է Իրանի դեմ եւ ռազմական առումով նույնպես։ Դրա համար Իսրայելի համար կարևոր է, որ Ադրբեջանը պահպանի իր սերտ կապերը իր հետ, այո։ Գիտեք, ստեղ նաեւ նավթի խնդիր կա։ Ջեյհանից նավթատարները ադրբեջանական նավթը, որ Բաքու-Ջեյհան նավթատարով գալիս է, մինչև Ջեյհան հասնում է, տեղափոխում են Իսրայել։ Այնպես որ Իսրայելը մեծապես շահագրգռված է Ադրբեջանի հետ իր հարաբերությունները պահելու հնարավորինս բարձր մակարդակի վրա եւ այն ինչ որ հիմա մենք տեսնում ենք, ես կարծում եմ դրա մասին է վկայում։ Մի կողմից հրետորաբանության դաշտում նրանք հակահարված են տալիս Թուրքիային, մյուս կողմից ամեն ինչ անում են, որ Ադրբեջանի հետ իրենց սերտ հարաբերությունները չտուժեն։ Բայց չեն տուժի։ Չեն տուժի։ Իսկ եթե Թուրքիան ճնշում գործադրի Ադրբեջանի վրա եւ գործնական քայլերի պահանջներ կայացնի կամ նմանատիպ այլ բան, ինչ կանի Ադրբեջանը կընտրի Իսրայելին, թե իր եղբայրական Թուրքիային։ Ստեղ տեսեք, շատ կարևոր հարց եք տալիս։ Պետք է մենք հասկանանք Թուրքիայի ճնշումը ինչպիսին կլինի, եթե լինի։ Կլինի դա իրական լուրջ ճնշում, թե դա կլինի ճնշում ճնշման համար։ Օրինակ պատժամիջոցներ։ Չէ, դրան գործը իհարկե չի հասնի։ Նավթի մատակարարման սահմանափակումների եւ այլն։ Չէ, գործը դրան չի հասնի։ Ես չեմ բացառում, որ Ադրբեջանը նաև երբ որ ինքը ինֆորմացիա է ստացել, որ կառավարությունը Իսրայելի նման որոշում է նախապատրաստում, խորհրդակցել է նաև Թուրքիայի հետ։ Այնպես որ հակասություն Թուրքիայի եւ Ադրբեջանի մինչեւ այս խնդրի հետ կապված ես չեմ սպասում։ Բայց ինչ խորհրդակցություն, հռետորաբանության, քայլերի, հայտարարությունների, ինչպիսի ենթադրյալ խորհրդատվություն կարող է ունենալ Ադրբեջանը Թուրքիայի հետ։ Տեսեք, իրադրությունը փորձենք հասկանալ։ Իսրայելը կառավարությունը նախապատրաստում է այսպիսի որոշում։ Տեղեկությունները դրա մասին հայտնվում Ադրբեջանին։ Ադրբեջանը այդ տեղեկությունները փոխանցում է Թուրքիային։ Սա դիվանագիտական խողովակներով է արվում եւ սրա նպատակն է, որ հնարավորինս արձագանքը այնպեսին լինի, որ թուրք-ադրբեջանական հարաբերությունները դրանից չտուժեն եւ նաեւ չտուժեն իսրայել-ադրբեջանական հարաբերությունները։ Թուրք-ադրբեջանական հարաբերություններն որևէ կերպ չեն տուժում։ Չեն տուժի։ Լավ հաշվարկ է ստացվում։ Իսկ Իրանի մասով այս քայլով ճանաչելով հայոց ցեղասպանությունը դեռ կառավարության մակարդակում, կառավարության որոշմամբ ինչ է փոխվում։
Իրանի մասով։ Արդյոք որևէ հաշվարկ ունի Իսրայելը Հայաստան-Իրան հարաբերությունների մակարդակով։ Չեմ կարծում, դա իրենց ծրագրերի մեջ դժվար թե մտնի։ Այսինքն Թեհրանը չի կարող սա դիտարկել որպես Իսրայելի փորձ ներթափանցելու Հարավային Կովկաս։ Սիրաշահելով Հայաստանին եւ այլն։ Իսրայելը արդեն ներթափանցել է Հարավային Կովկաս իր հատուկ հարաբերությունները, ռազմավարական հարաբերությունները կառուցելով Ադրբեջանի հետ եւ մեծապես դրանից օգտվելով։ Այնպես որ արդեն Իսրայելը Հարավային Կովկասում գոյություն ունի որպես ուժ։ Հակաիրանական ուժ։ Իսկ Իսրայելին պետք է կամ իրենք ցկտում են Երևանի հետ հարաբերությունները բարձրացնել ավելի այլ մակարդակի, թե դա չկա։ Այս քայլը կարող է նաև դրան միտված լինել, թե ոչ։ Տեսեք, Իսրայելի համար Հարավային Կովկասը ունի աշխարհաքաղաքական նշանակություն։ Եվ այդ նշանակության հիմքում Հարավային Կովկասի հարևանությունն է Իրանի հետ։ Իսրայելը իր խնդիրը լուծել է արդեն Հարավային Կովկասում հատուկ հարաբերություններ հաստատելով Ադրբեջանի հետ եւ դա օգտագործելով իշա իրենց ռազմավարական եւ մարտավարական նպատակներին ուղղված Իրանի դեմ։ Այնպես որ այս մեր տարածաշրջանում Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական առումով Իսրայելը մեծ խնդիրներ չունի։ Եվ Հայաստանի նկատմամբ ես կարծում եմ նրա մոտեցումն էլ դրանով է պայմանավորված։ Ինչպիսին է պիտի լինի մեր արձագանքը։ Մինչ այս պահը գոնե թե պաշտոնական արձագանք չունենք, թեև ներքին լսանում արդեն խոսում են, որ պետք է Հայաստանի կառավարությունը կամ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչությունը արձագանքի, բայց եւ այնպես հաշվի առնելով, որ սա մի փոքր անհարմար դրության մեջ է մեզ դրել, մենք ուզում ենք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը առաջ տանել, մյուս կողմից Իսրայելը երկար ժամանակ չճանաչելով կամ սառեցնելով այս քայլն է անում, անհարմար դրության մեջ չենք հայտնվում մենք։ Ինչու՞։ Ինչպես արձագանքել դրան։ Ես կարծում եմ ոչ մի արձագանքել պետք չի, որտեղ սա այնպիսի քայլ է, որը ելի եմ կրկնում պատմական ճշմարտությունը, պատմական փաստը դնում է Իսրայելի քաղաքական հաշվարկումների սեղանի վրա։ Եվ այստեղ մեր միջամտությունը, մեր արձագանքը իմաստ չունի, ես կարծում եմ։ Նույնիսկ այն դեպքում, երբ ցեղասպանության միջազգային ճանաչումը նաև մեր օրակարգում է, թեկուզ արտաքին քաղաքականության առաջնահերթությունը չէ, բայց մեր օրակարգն է։ Նույնիսկ այդ դեպքում չարժե արձագանքել։ Չեմ կարծում։ Ես ճիշտ ասած իմաստ չեմ տեսնում մեր արձագանքում։ Արձագանքի պարագայում խնդիրներ կլինեն Թուրքիայի հետ։ Ոստեղ այստեղ Թուրքիայի հետ խնդիրները կարևոր չեն։ Կարևորը գիտեք որն է, որ Իսրայելը հատուկ դեպք է մեզ համար։ Իսրայելը դա այն ժողովրդի պետությունն է, որը ինքը տեսել է ցեղասպանություն եւ տասնամյակներ շարունակ այդ հարցը Իսրայելում ամեն կերպ այսպես դրվել է մի կողմ։ Եվ դա մեծագույն վիրավորանք է բարոյական առումով մեր ժողովրդին։ Հաշվի առնելով, որ նույնն իրենք ունեն։ Ինչպես։ Հաշվի առնելով, որ նույնն էլ իրենք ունեն։ Իհարկե։ Եվ դա փաստորեն իրենք այդ քայլին դիմեցին այս կառավարության որոշմանը միայն երբ որ եղավ իրենց ընկալմամբ քաղաքական անհրաժեշտություն, այլ ոչ թե ելնելով բարոյական մոտեցումներից, պատմական ճշմարտության նկատմամբ հարգանքից եւ այլն եւ վերջիվերջո զոհի նկատմամբ պետք է հարգանք ունենա։ Գիտեք ես որոշ չափով առնչվել եմ այդ խնդրի հետ Իսրայելի ներկայացուցիչների հետ քննարկելով արտգործնախարարության գիտեք ինչ էին ասում են մենք շատ լավ գիտենք որ եղել է հայոց ցեղասպանություն բայց մենք դա չենք ճանաչում որտեղ Թուրքիայի հետ մեզ համար հարաբերությունները կարևոր են սա ես ասում եմ մի քանի տարի առաջվա հիմա քանի որ հարաբերությունները սրվել են դա նպատակահարմար է հենց Իսրայելին Լավ, հայ-թուրքական հարաբերությունների օրակարգի մի քանի դրվագով էլ անդրադառնանք, առաջ գնում են գործընթացները, թե ոչ, ձեր կարծիքով։ Առաջ կգնան, բայց արագ չեն գնա։ Դանդաղ։ Ինչքան դանդաղ, ինչը առաջիկայում Չեմ կարող ասեմ կոնկրետ ինչ կլինի, որտեղ ես չեմ տիրապետում ինֆորմացիային, թե ինչ է քննարկվել եւ ինչ է քննարկվում։ Ուղղակի իմ ընկալմամբ Թուրքիան միանգամից հարաբերությունները չի կարգավորի այնպես, ինչպես որ պետք է կարգավորված լինեն հարաբերությունները երկու հարևան պետությունների միջև։ Չի անի դա, միանգամից չի անի, բայց այսպես որոշակի քայլեր այդ ուղղությամբ մենք տեսնում ենք, որ Թուրքիան անում է եւ կշարունակի եւ հռետորաբանությունն է թուրքական փոխվել։ Ինչքան է փոխվել։ Ինչ են ասում։ Դրական առումով։
Դրական առումով ավելի զուսպ է դառել։ Պարոն Սաֆրասյան, սահմանների բացումը կլինի հարաբերությունների վերջնական լավացման ցուցիչը, թե հակառակը, առաջինը կլինի սահմանների բացումը, դրանից հետո նոր կարող ենք մտածել, որ հարաբերությունները մեկ քայլ ավելին կգնան։ Որն է։ Տրամաբանությունը հուշում է, որ պետք է հարաբերությունները հաստատվեն, նոր սահմանները բացվեն։ Սահմանները բացվեն, իհարկե։ Դա ուղիղ կապ ունի Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հետ։ Թուրքիան ինքը դրել է դա ուղիղ կապի մեջ։ Թվում էր, թե կապ չպետք է ունենա, բայց Թուրքիան մենք տեսնում ենք, որ տասնամյակներ շարունակ եւ նաեւ վերջին տարիներին ամենաբարձր մակարդակում դա բացահայտ ասում է, որ միջև չստորագրվի հայ-ադրբեջանական պայմանագիր խաղաղության մասին, մենք Հայաստանի հետ հարաբերությունները այսպես լիովին չենք կարգավորի։ Իսկ ստորագրումը առաջիկայում կամ մի քանի տարի անց կամ չգիտեմ երբ որ տեղի ունենա, ուղիղ համեմատական կլինի Թուրքիայի հետ հարաբերությունների լավացման սահմանի բացման, թե էլի պայմաններ առաջ կգան, էլի գործընթացը կձգձգվի։ Դեր հարցը ես կարծում եմ, որ Թուրքիան դրանից հետո արդեն ավելի կտրուկ քայլերի կդիմի սկզբունքային առումով հարաբերությունները կարգավորելու առումով։ Իսկ հայ-ադրբեջանական հարաբերությունների մասով ձեր տեսակետը ինչ եք մտածում հնարավոր է առաջիկայում ստորագրումը տեղի ունենա խաղաղության համաձայնագրի, թե ոչ։ Պես հարց եք տալիս, որ մեր ադրբեջանագետ գործընկերները կարող են դրան ավելի հստակ պատասխանել։ Իմ ընդհանուր գնահատականը այն է, որ Հարավային Կովկասը մտել է մի փուլ, երբ ինտեգրվում է համաշխարհային համակարգերի մեջ։ Մինչ այս չի եղել։ Մինչ այս չի եղել։ Եվ հիմա Հարավային Կովկասի երկրները շահագրգռված են, որ այդ գործընթացը հնարավորինս արագ գնա։ Եվ այդ գործընթացը հնարավորինս արագ գնալու համար Հարավային Կովկասի երկրները պետք է բոլոր խնդիրները, որ կան Հարավային Կովկասում, մեկը մյուսի հետ այդ խնդիրները լուծեն։ Եվ որ իրենք մաս կազմեն այդ ինտեգրացիոն գործընթացների Հարավային Կովկասի համաշխարհային տարբեր գործընթացների մեջ եւ դրանից օգուտ ստանան։ Ես կարծում եմ այս մտածելակերպը հատուկ է նաև Ադրբեջանին, բայց Ադրբեջանը ունի իր հատուկ մոտեցումները, մենք տեսնում ենք։ Դրա համար ես չեմ կարծում, որ շատ արագ է գործընթացը Ադրբեջանում տեղի կունենա, բայց որ սկզբունքորեն դա տեղի կունենա եւ պետք է տեղի ունենա, ես կարծում եմ դա այդպես է։ Վերջին հարցը Մերձավոր Արևելքի մասով, այնտեղ ինչ է սպասվում։ Մերձավոր Արևելքը շատ էլի, ինչպես ասեցի, հետաքրքիր փուլ է մտել, այսպես արագ փոփոխությունների եւ մենք տեսանք մի հետաքրքիր երևույթ, երբ աշխարհի ամենահզոր ռազմական առումով պետությունը չկիրառեց իր հզորության գոնե մի զգալի նույնիսկ փոքր մասը պարտության մատնելու միջին մակարդակի պետության Իրանին։ Դա մեկ եւ երկրորդը այդ պետությունը Իրանը քաղաքակրթական որոշակի գործոններ օգտագործելով, ես դա անվանում եմ քաղաքակրթական խորություն, կարողացավ դիմակայել աշխարհի ամենահզոր ռազմական պետությանը։ Եվ հիմա մենք տեսնում ենք դրա արդյունքները։ Բայց միգուցե Միացյալ Նահանգների նպատակն էլ չէ Իրանին պարտության մատնելը։ Իրանին պարտության մատնելը իհարկե այնպես ինչպես մենք ընկալում ենք, որ լիովին պարտության մատնի, ոչ, բայց մինչև հիմա մենք տեսնում ենք, արդեն քանի ամիս է անցել, Միացյալ Նահանգները չեն ասել իրենց հիմնական նպատակին հասնել այն բանի, որ Իրանը հրաժարվի իր միջուկային հարստացված ուրանի պաշարները ոչնչացնելուց կամ հանձնելու երրորդ երկրին կամ Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Մինչև հիմա չեն հասել դրան։ Եվ Իրանը կիրառում է տարբեր միջոցներ, սա քաղաքակրթական հզոր զենք է Իրանի կողմից, այլ հետաքրքիր երևույթ է։ Եվ եթե սա հաշվի առնենք, ես կարծում եմ մենք մոտակա տարիներին պես կարճաժամկետ առումով Մերձավոր Արևելքում կտեսնենք այսպես փոփոխությունների փուլ, երբ Մերձավոր Արևելյան երկրները կփորձեն իրենք ավելի առաջին պլան դուրս գալ։ Ես խոսեցի Թուրքիայի, Իսրայելի մասին, բայց կա նաև Իրանը։ Չնայած Իրանը կորցրեց իր ռազմական պոտենցիալի մի զգալի մասը, բայց այն, որ նա մինչև հիմա կարողանում է դիմակայել Ամերիկայի Միացյալ Նահանգներին, դա Իրանին վստահություն կտա իր դիրքերը Մերձավոր Արևելքում ավելի ուժեղացնելու համար։ Չնայած իհարկե կորուստներ ունեցավ կապված Համասի հետ, Հեզբոլլահի հետ եւ այլն։
Սա հետաքրքիր նոր զարգացումներ է մեր արժև կբերի այս նոր փուլը եւ մյուս կողմից գիտեք Մերձավոր Արևելքը եթե այսպես նայենք նույն զուտ վիզուալ առումով աշխարհի կենտրոնում է գտնվում եւ Մերձավոր Արևելքում աշխարհաքաղաքական ուժերի դասավորվածությունը ազդում է նաեւ համաշխարհային աշխարհաքաղաքական իրադրության վրա եւ մոտակա տարիներին աշխարհը կմտնի այսպես արդեն մտնում է նոր փուլ, որը գիտեք ես ինչպես եմ մտագրում ուժի կիրառման փուլ որով կորոշվի ազդեցությունները այո եթե միջև այդ ուժի կիրառումը սահմանափակվում էր 45 թվականի Պոտսդամյան համակարգի միջոցով ՄԱԿ-ի գոյության, ՄԱԿ-ի հզորության պայմաններում հիմա արդեն մենք տեսնում ենք որ աշխարհը մտնում է մի փուլ երբ ուժը պետք է կիրառվի որ ազդեցություն ունենա եւ այս առումով կլինեն ես կարծում եմ զարգացումներ Իրան Միացյալ Նահանգներ համաձայնությունը որևէ կերպ տեղի կունենա հաշվի առնելով վերջին զարգացումները որ դրանք դեռ ոնց որ թե չեն հասնում եզրակետին Այն համաձայնագիրը, որը 60-օրյա համաձայնագիրը։ Այո, որին երկու պետությունները հասան, դա որոշակի կոմպրոմիսների արդյունք էր։ Դա մեկ եւ երկրորդը Իրանը ստացավ որոշակի ժամանակ այն 60 օրը, որ ասվում է։ Այս դեպքում Իրանը թե Միացյալ Նահանգները միգուցե նաեւ այդ 60 օրը կօգտագործի օգուտ իրեն։ Միացյալ Նահանգները օգտագործելը Միացյալ Նահանգները այստեղ սպասում են որ այն ուժը, որ իրենք կիրառել են, սահմանափակ ուժը, սկսի գործել։ Իրանը կփորձի այդ 60 օրվա ժամկետում ավելի իր ուժերը հավաքել։ Եվ ես կարծում եմ, որ վերջի համաձայնություն ձեռք կբերվի։ Իսկ հետո պատերազմը կդադարի ինչ որ կերպ կգան սեղանի շուրջ քննարկեն թե 60 օր հետո եթե Իրանը վերականգնի իր կորցրած պոտենցիալը կամ դրա որոշակի տոկոսը նորից պատերազմը կսկսվի։ Շատ էլի բարդ հարց եք տալիս։ Սա արդեն գիտեք այն մակարդակի ես պետք է պատասխանեմ, որ դա ոչ թե վերլուծության արդյունք պետք է լինի, այլ զուտ զգացմունքային մակարդակով։ Ես կարծում եմ կգտնեն ընդհանուր եզրեր եւ այս Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև այդ կոնֆլիկտային իրադրությունը կամաց կգնա դեպի ավելի հարթեցում։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Շնորհակալ եմ։ Զրուցակիցս Ռուբեն Սաֆրաստյանն էր, կհանդիպենք։